արդյոք նման կերպով կարելի է վարվել արևմտյան հասարակությունների հետ, Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Միացյալ Նահանգների բնակչության հետ, արդյոք այնտեղ ավելի դժվար չի, արդյոք այդ արժեքների համար ավելի ուժեղ չի պայքարը, արդյոք նրանք ավելի հանդուրժող են ցանկացած ոտնահարման նկատմամբ։ Կան պետություններ, որտեղ հանրային վերահսկողությունը ավելի ուժեղ է։ Այ խնդրում եմ, ինչ է նշանակում հանրային վերահսկողություն եւ ինչու է ավելի ուժեղ։ Մենք էլ ենք ուզում։ Լավ բան ենք ուզում, բայց ոչ բոլոր երկրներում է ստացվում այնպես, որպեսզի հանրությունը կարողանա շատ ավելի ուժեղ վերահսկողություն ունենալ պետական իշխանության նկատմամբ։ Ինչ է նշանակում հանրային վերահսկողություն, ինչպես դրան հասնել։ Տեսեք, շատ լավ օրինակներ կան, ասենք զարգացած երկրներից մեկում եվրոպական պաշտոնյան կիրակի օրը իր անձնական գործերով օգտագործել է պետական ծառայողական մեքենան, որի համար քննադատության է արժանացել եւ ընդունելով իր մեղքը տվել է հրաժարական։ Սա հանրային ճնշման ձևերից մեկն է, որովհետեւ այդ հանրությունը հասուն հանրություն է այդ տեսանկյունից, մեխանիզմները վերահսկողության ավելի ուժեղ են եւ ավելի օբյեկտիվ գնահատականներ են տրվում բոլոր երևույթներին եւ նույնիսկ մեղավորները ընդունում են, որ եթե հանրային գնահատականը այսպես է, ուրեմն ես պետք է ճիշտ կլինի, որ ես հրաժարական տամ գնամ, որովհետեւ իրոք ես սխալ բան եմ արել։ Իսկ ինչ կլինի, եթե հրաժարական չտա։ Հանրությունը ինչ կանի։ Հանրությունը այդ վերահսկողության էլեմենտներից մեկն էլ հենց այն է, որ եթե իրականում ճնշումը գնում է հանրային, այսինքն ճնշումը սկսում է մեծանալ, այսինքն դա գալիս է մի աստիճանի, երբ որ սկզբում փորձում է պաշտպանվել, հետո պաշտպանվելը լավ չի ստացվում, լավ հիմնավորումներ չի բերում, վերջի հստակ փաստ է։ Դու քո անձնական գործերը անելու համար օգտագործում ես պետական գույք, որը պետությունը քեզ տվել է նրա համար, որ դու գնաս գործի, գնաս տուն։ Դու դա իր նպատակը ոչ թե շաբաթ կիրակի գնաս դաչա, օրինակ։ Իսկ ինչ կլիներ, եթե օրինակ եվրոպական որևէ երկրներից մեկի արդարադատության նախարարը ասեր, հա լավ 200,000-անոց դոլարանոց բնակարան ինչա որ չունենամ։ Ինչ կլիներ։ Դե այնտեղ մոտեցումները մի քիչ ուրիշ կլինեն բնականաբար, որովհետև ինչպիսին կլինեն։ $200,000 մոտարապես այնտեղի համար ինչ որ լուրջ թիվ չի, բայց եթե հասկացա, համարժեք թիվ, լավ։ Համարժեք է, $2 միլիոն, դենտեղ մրցակցային են նաև աշխատավարձները, դա էլ շատ կարևոր։ Այսինքն պետքա նաև լինի համաչափ, այսինքն պիտի լինի բնակարան այնպիսի գնի, որ ինքը չունի այդքան աշխատավարձ։ Այդ համեմատականները ինձ թվում է շատ դժվար են, այդպես համեմատես ինչ որ մեկի հետ, այսինքն այդ համեմատությունը դու կարաս անես երկու համարժեք երևույթների միջև, երկու անհամարժեք երևույթների միջև չես կարող։ Իսկապես, եկեք երևույթները համեմատենք, անգամ եթե ունի հնարավորություն, բայց կանգնում է եւ աղքատության, ասենք, այսպիսի շեմով երկրում ասում է հա լավ ինչա որ։ Արդյոք սա հանրային արձագանքի արժանի հայտարարություն չէ։ Իսկ չի եղել հանրային արձագանք։ Ես չգիտեմ, մեզ մոտ եղել է հանրային արձագանք այսօր այդ հայտարարության, ես չեմ հետևել։ Ես դրա համար եմ ասում, ինչ նշանակում հանրային արձագանք, ինչ նշանակում հանրային ճնշում, Facebook-ում գրել, թե օրինակ ցույց, բողոքի ակցիա։ Երևի յուրաքանչյուր պետությունում այդ առանձին ինչ որ ձևով տեղի է ունենում։ Ես հիշում եմ ինչ կոշտ պայքար էր գնում Փարիզի փողոցներում։ Մակրոնի դեմ։ Այո։ Ես չեմ կարող ասել, որ այդ պայքարը դրանից հետո, չգիտեմ, 40-50 քաղբանտարկել հայտնվել է բանտում, թե չի հայտնվել։ Բայց դրանից հետո ինչ տեղի ունեցավ, լուրջ ներիշխանական ցնցումներ տեղի ունեցան Ֆրանսիայում, չէ՞։ Լուրջ ներքաղաքական ցնցումներ տեղի ունեցան։ Ֆրանսիայի նախագահի այսօրվա ռեյտինգը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, այսինքն այս ամեն ինչ ունեցավ իր հետևությունը, իր ազդեցությունը բոլոր քաղաքական process-ների վրա, այսինքն ստացվեց, որ այդ հանրային կամ քաղաքացիական վերահսկողությունը տվեց իր արդյունքները, ճիշտ է հրաժարական չտվեց հենց Մակրոնը, բայց դրանից հետո կառավարության հրաժարական եղավ, տարբեր պաշտոնյաներ հրաժարական տվեցին եւ այլն։ Սա է մեխանիզմից մեկն է։ Մենք գալիս ենք ամենաբարձր կիզակետին ընտրություններին, որովհետև այս ամենը տեղի ունենում այն պատճառով, որ պաշտոնյաները արևմուտքում գիտեն, որ վաղը մյուս օրը տեղի են ունենալու ընտրություններ եւ քաղաքացիները ուղղակի ցույց են տալու իրենց պորտի տեղը քաղաքական ղեկավարներին։ Հիմա հասկանալի է, որ այնտեղ շատ ավելի բարձր է վստահության շեմը ընտրությունների նկատմամբ, սեփական ընտրության իրավունքի
Չէ, բայց այնտեղ շատ բարձր է նաև գնահատականն ու այդ շեմի գնահատական այդ շեմը նաև քաղաքացու նկատմամբ։ Օրինակ շատ լավ օրինակ կա, օրինակ Միացյալ Նահանգներում կոնգրեսականը պատասխանատու է ոչ թե իր կուսակցության կամ երկրի նախագահի նկատմամբ կամ արչև, այլ իր ընտրողի։ Օրինակ ես հիշում եմ Թրամփի ընտրություններից հետո, առաջին ընտրություններից հետո կոնգրեսականներից շատերը իրենց Twitter-ում քվեարկություն էին դրել, հանրապետականների մասին է գնում խոսքը։ Գնանք արդյոք Թրամփի երթմնակալության արարողությանը, թե ոչ։ Եվ իր ընտրողները ընտրում էին այո կամ ոչ, եւ մեծամասնության ձայները որոշիչ էին լինում, ինքը ասում չեմ գնալու։ Որտեւ ինձ ընտրողները, իմ կոնկրետ ընտրողները, այս քաղաքների, որտեղ որ ես տեխնացու եմ, իմ ընտրողները չեն ուզում որ ես գնամ։ Այսինքն սա էլ է, չէ՞ ինչ որ պատասխանատվության ձև։ Սա այդպես եղել։ Հա, միշտ եղել։ Միշտ։ Առաջին օրվանից այդպես եղել։ Այսինքն կոնգրեսականը պատասխանատու իր ընտրողի բառից բունի մասով աճեցվել։ Դե կարծում եմ հիմքերն են ճիշտ դրվել, հիմնադիր հայրերը ճիշտ դրել են ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական հիմքերը, բարոյական հիմքերը միգուցե շատ լավ օրինակ է, էլի լավ օրինակ է նույն Ջորջ Վաշինգտոնի օրինակը, որ երկրորդ անգամ նախագահ դառնալուց հետո իրան ասեցին գիտես սահմանադրական արգելք չկա, կարող ես երրորդ անգամ էլ դառնալ, ինքը ասեց ես որ թակավոր չեմ։ Երկու անգամ եղել եմ հերիք, հա, թող հիմա ուրիշներն էլ գան։ Մենք ստեղծել ենք այս պետությունը, որպեսզի թակավորություն չդառնա, չլինի թակավոր։ Մենք թակավորի դեմ ենք պայքարել, մեր անկախության պայքարը դրա մասին է եղել։ Այսինքն այս նախադեպերը դրվել են, այս հիմքերը դրվել են, որոնց վրա արդեն էվոլյուցիան է տեղի ունեցել եւ զարգացումը գնացել է այդ ուղղությամբ։ Ինչն է դեր խաղացել, կրթական համակարգն է դեր խաղացել, քաղաքական իստեբլիշմենտի վարքագիծն է դեր խաղացել։ Իհարկե։ Ես հասկանում եմ, որ ես հիմա շատ տեսական բաների մասին եմ խոսում, բայց ես շատ կուզեի, որ մենք գոնե սկսեինք մտորել, թե ինչ անենք, որ մեզ մոտ էլ այդպիսի հանրային վերահսկողություն լինի, որովհետև փորձը եւ պատմությունը վկայում են, որ առանց դրա մենք վերածվում ենք բռնապետության։ Դե նաեւ պետության բնականաբար երիտասարդ լինելն է այստեղ կարծում եմ կարևոր պետականություն երկարաժամանակ չունենալու հանգամանքն է չափազանց կարևոր, այսինքն այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով երևի թե կարող ենք մոտավորապես գանք այն պատասխանին, որը որ ուզում ենք ստանանք։